Ողջույն Տիգրան։ Ողջույն։ Հետընտրական գործընթացները շարունակվում են տարբեր ուղղություններով, առաջարկում եմ առաջին անդրադառնալ սահմանափակումների, ընտրական իրավունքի սահմանափակումների նախագծին, որն իշխող քաղաքացիական պայմանագիրն է շրջանառության մեջ դրվել, առհասարակ սա ինչի համար է արվում, այսինքն որոշ մարդկանց համար Հայաստանի քաղաքացիություն ունեցող սահմանափակումներ են մտնելու, մասնավորապես պետք է կարծեմ 1, հետո առաջարկվեց 2 տարվա ընթացքում որոշակի քանակով Հայաստանում ապրելուց լինեն, որպեսզի կարողանան մասնակցել ընտրություններին, ինչ որ ենթատեքստ կա այս ամենի տակ, ինչ ես կարծում։ Դե բնականաբար ենթատեքստը պարզ է, տեսել ենք, որ ընտրությունների ընթացքում նախընտրական արշավի ընթացքում շատ պոպուլյար էր այն թեման, որ Ռուսաստանից տարբեր մարդիկ են բերվում Հայաստանում ընտրություններին մասնակցելու համար։ Իդեպ արձանագրենք, որ այն թվերը, որոնք հնչեցում էին տարբեր դերակատարների կողմից, շատ հեռու էին իրականությունից, եթե հիշում ես, երբ առաջին անգամ այս խոսակցությունը բացվեց, տարբեր դերակատարներ խոսում էին այն մասին, որ 80-100,000 մարդ է գալու մասնակցի ընտրություններին արդյունքում, ես կարծում եմ, որ ինչ որ մարդիկ եկել են, դժվար է հասկանալ ովքեր են եկել սեփական նախաձեռնությամբ, ովքեր են ուղարկվել Հայաստան տարբեր դերակատարների կողմից, բայց այդ մարդկանց ամբողջական թիվը բավականին փոքր է եղել, որովհետև արդեն տարբեր լրատվամիջոցներ հարցումներ արել են մասնավորապես ազգային անվտանգության ծառայություն եւ համեմատել են օրինակ նախորդ տարվա մուտքերի հետ ժամանումների հետ Հայաստան եւ թիվը իրականում ավելի փոքր էր, քան նախորդ տարվա ընթացքում, այսինքն եթե նույնիսկ ինչ որ մարդիկ եկել են, այդ թիվը շատ փոքր է եղել, բայց տեսնում ենք, որ իշխող ուժը եւ նրան սպասարկող տարբեր ուժեր շատ ուռճացրել են այս թեման, ինչպես շատ այլ թեմաների հետ փորձում են ներկայացնել մի իրավիճակ, որ իբր սա ինչ որ լուրջ ազդեցություն է ունեցել ընտրությունների վրա։ Այդպես ես տեսականորեն զույգ բարոյական տեսանկյունից կարծում եմ, որ սխալ է, երբ մարդը չի ապրում Հայաստանում, բայց միայն 5 տարի մեկ գալիս է մասնակցում է ընտրություններին կամ այլ կարևոր քվեարկությունների, մասնավորապես եթե օրինակ սահմանադրական հանրաքվե լինի, բայց սա այնուամենայնիվ բարոյական ոլորտի խնդիր է։ Սահմանադրությունը շատ հստակ սահմանում է, թե ովքեր ունեն ընտրելու իրավունք եւ արդեն իսկ երբ այս նախաձեռնությունը շրջանառության մեջ էր դրվել, տարբեր սահմանադրագետներ եւ իրավաբաններ նշում են, որ այդ օրինագիծը պարզապես հակասահմանադրական եւ այդ օրինագիծը փոխելու համար առաջին հերթին պետք է լինելու սահմանադրության մեջ փոփոխություններ մտցնելու համար։ Սկզբում հավներ թեզուն, այսինքն հանրաքվե պետք է լինի, որն էլ Այո, այսինքն տվյալ դեպքում, եթե չեմ սխալում, այդ փոփոխությունները իրականացնելու համար խորհրդարանի ձայների 3/5-ն է պետք, բայց եթե առաջ շարժվենք այն տրամաբանությամբ, որ ինքնին այդ առաջարկվող փոփոխությունը հակասում է գոյություն ունեցող սահմանադրության դրույթին, մասնավորապես այն դրույթին, թե ովքեր իրավունք ունեն մասնակցել Հայաստանում ընտրություններին, ապա այդ պարագայում արդեն պետք է սահմանադրական փոփոխություններ իրականացնել, իսկ դրա համար ավելի լուրջ ներկայություն է պետք խորհրդարանում, բայց կարծում եմ այստեղ եւս մի երանգ կա, խոսքը այստեղ ոչ միայն նրա մասին է, որ տեսեք մեր ընտրությունների վրա փորձում են ազդել դրսից, կարծում եմ ակնհայտ է նաեւ, որ այս փոփոխությունը նպատակ ունի նաև ազդել պլանավորվող սահմանադրական հանրաքվեի արդյունքների վրա։ Մենք նախորդ թողարկումների ընթացքում քննարկել ենք, որ իշխող ուժի համար այս պարագայում բավականին դժվար է լինելու նախ կազմակերպել այդ հանրաքվեն, որովհետև չունեն սահմանադրական մեծամասնություն խորհրդարանում, բայց մյուս կողմից էլ հաշվի առնելով նաև ընտրությունների արդյունքները, երբ բավականին բարձր մասնակցության պայմաններում քաղաքացիական պայմանագիր կուսակցություն 700,000-ից մի քիչ ավել ձայն է ստացել եւ նաեւ նկատի ունենանք, որ դժվար թե սահմանադրական հանրաքվեի ընթացքում այդպիսի բարձր մասնակցություն լինի, ներկայիս կարգավորումներում գրեթե անհնար է դառնում նրանց համար ընդունել այդ նոր սահմանադրությունը, ինչպես գիտենք, Հայաստանի սահմանադրության համապատասխան կետով նշում է, որ ընդհանուր ընտրողների թվի առնվազն 1/4 պետք է կողմ քվեարկի փոփոխությանը, սահմանադրության փոփոխությանը, որպեսզի այն տեղի ունենա, ներկայումս այդ թիվը մոտավորապես 600,000 մարդ է եւ այս փոփոխությունները շատերը կարծում են, ես եւս հակված եմ այդպես մտածել, որ նպատակ ունի նաև ընտրողների ցանկը նվազեցնել, այսինքն ունենալ ընդհանուր ընտրողների իրավունք ունեցող մարդկանց ավելի փոքր թիվ, որպեսզի արդեն այդ մարդկանց 1/4 լինի ավելի փոքր թիվ, քան 600,000, եւ դրանով իսկ միգուցե ավելի իրատեսական դարձնեն սահմանադրության փոփոխությունը։ Ու այստեղ հերթական անգամ մի խնդրի ենք առնչվում, որ հանուն ինչ որ բարձր նպատակների, իրենց եթե լսենք, Հայաստանի ներքին ընթացակարգերը, ժողովրդավարական սկզբունքները, սահմանադրական նորմերը
փոփոխում են կամ այդ առնվազն այդպիսի ցանկություն է հայտնում։ Այսինքն եթե Ադրբեջանի հետ պայմանագիր ստորագրելու համար, խաղաղության պայմանագիր ստորագրելու համար մենք պատրաստ ենք ոչ միայն նոր սահմանադրություն ընդունել, այլ նաև ընդհանուր առմամբ սահմանափակել որոշ քաղաքացիների ընտրական իրավունքը, սա արդեն բավականին վտանգավոր գործընթաց է դառնում, այսինքն ամեն գնով այդ արդյունքին հասնելը, եւ սա նույնիսկ հաջողության պարագայում լուրջ ականներ է դնում Հայաստանի ժողովրդավարական զարգացման տակ, այսինքն նախ կրկին, եթե այս ամենը արվում է այդ օրակարգը սպասարկելու համար, պարզ չէ թե ինչպես կարելի է այդպիսի իրավիճակային որոշումներ կայացնել, վերջո սահմանադրական սկզբունքները նախատեսված են, այսինքն կան մի շարք սկզբունքներ, նույնիսկ որոնք սահմանադրության փոփոխության պարագայում չեն փոխվում, այսինքն դրանք համընդհանուր ընդունելի սկզբունքներ են։ Երկրորդը ամեն կերպ մեծ հաշվով հարմարեցնելով ներքին օրենսդրությունը, ներքին գործընթացները, այս մեկ այլ կարևոր, բայց ոչ այդքան կարևոր, որպեսզի մեծ հաշվով վտանգես քո ժողովրդավարական զարգացումը գործընթացը լուրջ խնդիրներ են ստեղծում իմ կարծիքով։ Ընտրություններից հետո իհարկե քարոզարշավի ժամանակ էլ կային նման գործողություններ, բայց հիմա հատկապես ակտիվացրել են տարբեր հասարակական քաղաքական գործիչների նկատմամբ հետապնդումները, ոմանց նաև կալանավորել են, այս մասով ինչ կասես, կուզեի հատկապես որպես օրինակ վերցնենք օրինակ Գագիկ Ծառուկյանին։ Այո, ամենալավ օրինակը իրականում Ծառուկյանի օրինակն է, որովհետև այլ դեպքերով մենք այս փուլում որևէ տեղեկություններ չունենք, այսինքն այդ տարբեր քրեական գործերի նյութերին ծանոթ չենք եղել, բայց Ծառուկյանի դեպքը դասական դեպք է, երբ խոշոր բիզնեսի առաջ որոշակի պայմաններ են դրվում, սա հետխորհրդային մեծ հաշվով պրակտիկա է եւ հիբրիդային ռեժիմներին բնորոշ պրակտիկա է, երբ դու խոշոր բիզնեսմեն ես, օլիգարխ ես, գործարար ես, իշխանությունը քո առջև դնում է պայման, որ դու կարող ես ազատ աշխատել, եթե չես միջամտում քաղաքական գործընթացներին։ Իդեպ Ծառուկյանը իր ողջ կենսագրությամբ այդ սկզբունքի մարմնավորումն է։ Հիշում ենք ժամանակին, երբ ընդդիմադիր շարժում էր նախաձեռնել մի քանի այլ ուժերի հետ, եթե չեմ սխալվում 2015 թվականին էր Սերժ Սարգսյանի հայտնի այդ ելույթը ՀՀԿ-ի նիստի ընթացքում ինքը հեռացավ քաղաքականությունից։ Իբր հեռացավ քաղաքականությունից, բայց այդ առումով այս գործողությունները իրականում ոչնչով չեն տարբերվում հենց նույն Սերժ Սարգսյանի գործողություններից։ Իդեպ հեղափոխությունից հետո էլ նմանատիպ իրավիճակ տեղի ունեցավ, երբ որ Ծառուկյանը սկսեց քննադատաբար խոսել կառավարության գործունեության մասին, նշեց, որ 100% պետք է փոխվի, դրանից հետո արդեն ազգային անվտանգության ծառայությունը Ծառուկյանի առանձնատան մասին հիշեց եւ հետաքրքիր է, որ նաեւ ընտրություններից առաջ նրան արդարացրին։ Այո, եթե չեմ սխալվում 2021 թվականի արտահերթ ընտրությունների ընթացքում ընտրակաշառքի բաժանման վերաբերյալ գործ էր հարուցվել եւ այո, ամիսներ առաջ այդ գործով, եթե չեմ սխալվում, ամիսներ առաջ արդարացվեց։ Հատկանշական է նաև այդ դինամիկան, որ գոյություն ուներ իշխող ուժի եւ Ծառուկյանի միջև 2021-ից մինչև վերջերս ընկած ժամանակահատվածը, երբ նա կրկին դառնում էր քաղաքականապես пассив, չէր մասնակցում քաղաքականությանը, նրան ինչ որ արտոնություններ էին տրվում, բոլորս հիշում ենք այդ Հատիս լեռան հետ կապված պատմությունը, երբ բնապահպանական բոլոր մտահոգությունները մի կողմ թողնելով թույլտվություն տրվեց Ծառուկյանին Հիսուսի արձանը կառուցվել, հիմա հետաքրքիր է այդ գործընթացը որտեղ է գնալով նույն Շանգրիլա այդ խաղատան հետ կապված, եթե չեմ սխալվում, հենց 2021 թվականներին եւս խնդիրներ կային։ Այսինքն, երբ Ծառուկյանը իշխանությունների հետ համերաշխ է, քաղաքականապես ինչ որ մարտահրավեր չի նետում, Ծառուկյանը բարեխիղճ ինչ որ գործարար է, ինչ որ դեպքերում նույնիսկ բարերար։ Իսկ երբ քաղաքականապես ակտիվանում է, ինչպես Սերժ Սարգսյանի ժամանակ, այնպես էլ հետհեղափոխական Նիկոլ Փաշինյանի ժամանակ, այնպես էլ արդեն հետպատերազմական Նիկոլ Փաշինյանի ժամանակ դառնում է հանցագործ։ Ու այստեղ խնդիրը ակնհայտ է այդ ընտրողական արդարադատությունը, որը մենք տեսնում ենք վերջին տարիների ընթացքում, այսինքն եթե արդարադատությունը եւ իրավապահ համակարգը գործում է ընտրողաբար, ուրեմն երկրում արդարադատություն գոյություն չունի։ Եթե արդարադատության համակարգը կարող է օգտագործվել մի քաղաքական ուժի կողմից սեփական քաղաքական հակառակորդներին վնասելու, թիրախավորելու համար, ուրեմն չկա այդ երկրում արդարադատության համակարգ։ Ու այս համակարգը, երբ նշում է, որ հետ խորհրդային է եւ նաեւ հիբրիդային ռեժիմներին բնորոշ, պատահաբար չի նշում։ Օրինակ նույն գործելավոճը
միանգամից ընդունեց Ռուսաստանի ներկայիս նախագահ Վլադիմիր Պուտինը իր առաջին ժամկետի ընթացքում հայտնի խնդիրներ կային այն ժամանակ օլիգարխների հետ կապված 90-ական թվականներին օլիգարխների ազդեցությունը Ռուսաստանում բավականին մեծ էր, նույնիսկ խոսում էին այն մասին, որ 5-6-7 օլիգարխ են երկրի ղեկավարում եւ իր կառավարման առաջին տարիների ընթացքում նա բավականին հստակ վերջնագիր դրեց այդ օլիգարխների խոշոր գործարարների առջև, որ եթե դուք չեք զբաղվում քաղաքականությամբ, դուք որևէ խնդիր չեք ունենում։ Ունենալու եք նաև պետպատվերներ, համագործակցելու եք պետության հետ, հարկայինի հետ խնդիրներ չեք ունենալու, իրավապահ համակարգի հետ խնդիրներ չեք ունենալու։ Եվ իհարկե Խոդորկովսկու այդ հայտնի դեպքը առաջին դեպքն էր, երբ այդ խոշոր գործարարներից օլիգարխներից մեկը խախտեց այդ պայմանավորվածությունը եւ մենք տեսանք, թե ինչպես նրա հետ վարվեցին, այսինքն անմիջապես քրեական գործերը հարուցվեցին եւ նա, եթե չեմ սխալվում, 7-8 տարի անցկացրեց բանտում եւ այն ժամանակ եւս խնդիրը այն չէր, որ Խոդորկովսկին անմեղ է կամ մեղավոր է։ Ամենայն հավանականությամբ Խոդորկովսկին 90-ական թվականներին ինչ որ հանցագործություններ իրականացրել է։ Խնդիրը այն է, որ արդարադատությունը կրկին ընտրողաբար է կիրառում։ Այսինքն կարող ենք պնդել, որ Հայաստանը հիմա շարժում է այն ճանապարհով, որով Ռուսաստանը սկսել է շարժվել 2000-ականների սկզբին։ Մենք գիշեր-ցերեկ խոսում ենք այն մասին, որ տեսեք, մենք ժողովրդավարության ճանապարհով ենք գնում, շարժում ենք դեպի Եվրոպա, դիստանցավորվում ենք Ռուսաստանից, բայց մեծ հաշվով այս գործիքակազմը հենց նույն Սա ինչով է խանգարելու մեզ նույն հենց դեպի Եվրոպա հայացքը ավելի մոտ ուղղելու։ Դե սա պարզապես արդարադատության վերաբերյալ պատկերացումները ֆարսի է վերածում։ Այսինքն, եթե ամեն ինչ կախված է այս կամ այն անհատի քաղաքական դիրքորոշումից, այսինքն արդարադատությունը այդպես է աշխատում, նշանակում է ինչպես արդեն շեշտեցի, արդարադատություն չկա։ Հիմա ըստ իշխող ուժի տրամաբանության կամ իրավապահ մարմինների տրամաբանության այս երկրում այլ խոշոր գործարարներ չկան, որոնց նկատմամբ կարելի է նմանատիպ օրինակ հենց նույն քաղաքացիական պայմանագրի ցանկում կամ նրանց հետ աշխատող մարդիկ, ովքեր նախկինում աշխատում էին նախորդ իշխանությունների հետ, որոնք հիմա լոյալությունը հայտնել են, ինչ որ նվիրատվություններ են արել, օրինակ նախընտրական փուլում հայտնի հետաքննություն կար Ազատություն ռադիոկայանի, եթե չեմ սխալվում, որը ցույց էր տալիս, թե ինչպես քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը անվճար տարածքներ էին տրամադրում Երևանում, եւ եթե չեմ սխալվում, մի քանիսը տրամադրել են հենց այդ նախկինում հայտնի օդիոզ օլիգարխները, խոշոր գործարարները, այս մարդիկ որևէ խնդիր չունեն, բայց Ծառուկյանը ընտրություններից անմիջապես հետո եւ իր դեմ քրեական գործ հարուցվեց, եւ իր փեսայի դեմ քրեական գործ հարուցվեց, եւ այդ նույն խաղատան լիցենզիայից զրկեցին, ինչը կրկին իրավական տեսանկյունից ես չգիտեմ ինչքանով են հիմնավոր այս մեղադրանքները, միգուցե եւ հիմնավոր են, բայց այստեղ խնդիրը իրավական խնդիր չի, խնդիրը, այսինքն իրավական է, բայց խնդիրը այն է, որ ընտրողաբար է կիրառվում, եւ սա օրենքի գերակայության սկզբունքի հերթական ոտնահարումն է, այսինքն եթե դուք մտածում եք, որ Հայաստանում կան մարդիկ, խոշոր գործարարներ, որոնք տարիներ շարունակ կամ թեկուզ հիմա խախտել են օրենքը, հարկ չեն վճարել կամ ինչ որ այլ չարաշահումներ են արել, ապա այս սկզբունքը պետք է բոլորի նկատմամբ կիրառել։ Այսինքն այդ թվում նաև ԿՊ անդամ օլիգարխների, ԿՊ-ին աջակցող օլիգարխների, այլ մարդկանց, ովքեր քաղաքականապես միգուցե ոչ մեկին չեն աջակցում եւ ընդունել են այդ խաղի կանոնները, բայց այս իրավիճակը, ինչպես արդեն նշեցի, շատ բնորոշ է հենց այսպիսի հիբրիդային ռեժիմների եւ նաեւ հետխորհրդային ռեժիմների։ Ես վաղուց արձանագրել եմ, որ իշխող ուժը այդ հեղափոխական իներցիայից հետո աստիճանաբար վերածում է դասական հետխորհրդային վարչական ռեսուրսի կուսակցության եւ այս պարագայում եւս մենք տեսնում ենք այդ վարչական ռեսուրսը եւ այն հանգամանքը նաեւ որ այլ ընդդիմադիր գործիչների նկատմամբ եւս գործեր են հարուցում, կրկնվեմ, ես տեղյակ չեմ այդ գործերի մանրամասներին, բայց այստեղ եւս քաղաքական, այսինքն տրամաբանությունը եւ քաղաքական շարժառիթները ակնհայտ են, օրինակ ինչու նույն Իշխան Սաղաթելյանի նկատմամբ այդ քրեական գործը չէր հարուցվում ընտրություններից առաջ կամ դրան նախորդող 5 տարվա ընթացքում։ Հիմա Փաշինյանը հայտարարել է, որ իբր պայքարելու է իր ասած այդ երրագլուխ պատերազմի երրագլուխ կուսակցության դեմ եւ այդ նաեւ հայտարարությունների տրամաբանության ներքո մեկնարկում են, նախաձեռնում են այս գործընթացները։ Շնորհակալ եմ Տիգրան։ Ես եմ շնորհակալ։